Հայաստան դաշինքը հայտարարում է գործող վարչախմբի եւ նրա պարագլխի հայ-առաքելական Սուրբ եկեղեցում նրա հայրապետին եւ եպիսկոպոսած դասին թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը նսեմացնում են հայ ժողովրդի արժանապատվությունն ու նրա միասնականությունը։ Տեսնում ենք նաև, որ իշխանության քարոզիչները ուղղորդված նաև թիրախավորում են բոլորին հոգևոր հայրերին կամ եկեղեցիները, ովքեր արդեն դիմադրություն են ցույց տալիս։ Փաշինյանի գործողությունները քայքայիչ են, պնդում է ընդդիմադիր դաշինքը, նկատում, որ թիրախավորելով հայ-առաքելական եկեղեցին, իշխող վարչախումբը շարունակում է ներազգային պառակտման, հայ ժողովրդի ինքնության հիմքերի խաթարման եւ հոգեվոր բարոյական ճգնաժամը խորացնող վարքագիծը։ Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին ազգային ուժերի միասնականությունն ու վճռականությունն առավել քան անհրաժեշտություն են։ Հավատավոր հայ ժողովրդի նվիրական միակամությամբ շարունակենք լինել հայ եկեղեցու կողքին, հանուն հայոց պետականության ամրապնդման, հանուն մեր հավաքական իրավունքների եւ շահերի պաշտպանության։ Հայ-առաքելական եկեղեցու կողքին ենք եւ ամեն ուժերի ներածին չափով պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել բոլոր այն տեղերում, որտեղ դրա կարիքը կգտնվի։ Ըստ պատգամավորի Ադրբեջանի նախագահը Փաշինյանից պահանջել է հայկական ռևանշիզմի դեմն առնել, իսկ հայ ռևանշիստներ եզրույթի տակ նրանք հասկանում են ոչ միայն ազգային քաղաքական ուժերին, այլև առաքելական եկեղեցին։ Վարդանյանը կասկածներ ունի, որ Ալիևն ու Փաշինյանը շփվում են WhatsApp-ով։ Ինչպես ինքը իր նախարարների հետ է WhatsApp chat-ով շփվում, այդպիսի WhatsApp chat-ով այլև իրեն ուղղակի գրում է, բայց դու խոստացել էիր, իսկ դու ասում էիր, իսկ դու պարտավորություն էիր ստանձնել, իսկ դու խոստացել էիր, որ այսպիսի դեպքեր չի լինի։ Եվ ինչ է կատարվում, ինչ է հաջորդում դրան, Արցախահայերը իրականացնում են իրենց իրավունքների պաշտպանությամբ միտված հանրահավաք եւ ամենազազրելի մարդահայտության արշավն է լինում Արցախահայերի նկատմամբ։ Վարդանյանը կարծում է եկեղեցու դեմ արշավ ուժ գնացել է, որովհետև Շվեյցարիայում վեհափառը բարձրացրել է արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանության հարցը։ Հայ առաքելական եկեղեցին խոսում է մեր իրավունքներից, ամեն ուղերձում, պատարակներում, քարոզներում եւ նաեւ անում է ըստ էության ավելին, քան որևէ կրոնական կառույց։ Միջազգային խորհրդաժողով է նաեւ համատեղ կազմակերպում եւ ինչ է տեղի ունենում։ Այսպիսի արշավ։ Պաշտոնապես ասում են, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Հայ-առաքելական եկեղեցուն պատերազմ հայտարարած սրբավայրերը Չուլան անվանած Փաշինյանը այս օրերին աստղ է դարձել ադրբեջանական մամուլում։ Իրականում նրա հակաեկեղեցական տեքստերը մեծ ոգևորությամբ են ընդունում ադրբեջանցիները, ողջունում Հայաստանի վարչապետի ճշմարտախոսությունը, մինչդեռ ՔՊԱ-ականները փորձում են համոզել, թե իրենց քաղաքական հայրը Չուլան չի անվանել եկեղեցին։ Ադրբեջանական մամուլն էլ ճիշտ չի հասկացել իրենց կիրթ եւ կառուցողական գործընկերները դրա համար են ողջունում Նիկոլ Փաշինյանին եւ դրա համար է Նիկոլ Փաշինյանը վերջին 2-3 օրերին ադրբեջանական մամուլի աստղը հերթական անգամ։ Կհաջողվի Փաշինյանի ընտանիքին, նրա թիմին հասնել հայ առաքելական եկեղեցու դերի թուլացմանը հայ ժողովրդի ինքնության պահպանության գործում։ Երբ պետականություն չենք ունեցել, եկեղեցին է այդ դերը ստանձնել, հիշեցնում է Քրիստինե Վարդանյանը ու պնդում, այսօր էլ հայ առաքելական եկեղեցին չի կարող ընկրկել թշնամու պահանջները խոնարհաբար կատարող հանցախմբի առաջ։ Հայ առաքելական եկեղեցին ունի 1700 տարվա պատմություն։ Հաղթահարել է անպատկերացնելի բռնակալների, հաղթահարել է սովետական բռնաճնշումների շրջան։ Եվ այդ մարդիկ, ովքեր հիմա ստանձնել են եկեղեցու դեմ արշավի դերակատարությունը, կարող է ժամանակավոր իրենց համար հաջողություններ գրանցեն, լայքեր հավաքեն Facebook-ում, բայց իրենք ընդհանրապես դառնալու են մուրճերը, ովքեր կոտրվելու են եկեղեցու զնդանի վրա։ Վարդանյանը վերահաստատում է Հայաստան դաշինքը միշտ կանգնած է հայ առաքելական եկեղեցու կողքին ազգային շահերի պաշտպանության համար պայքարում։ Սա իսկապես նմանվում է վերջնախաղի, որտեղ հստակ գծվում է ջրբաժանը։ Մի կողմում մոբիլիզացվում են թշնամու պահանջները կատարողները, մյուս կողմում անկախ տարաձայնություններից ես տեսնում եմ, որ մոբիլիզացվում են հայկական ինստիտուտները, հայկական շահերը պաշտպանողներին, պաշտպանողները։ Կարեն Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուր։